Բարև ընկերներ, վերջին մի քանի ոդքասթների ներսը ես խոսացել եմ կուսակցությունների մասին, նախ զարգացած երկրների կուսակցության մասին, ինչպես էր Անգլիան, որ գոյություն ունի երկու կուսակցություն, դա Labour-ն էր, բանվորական կուսակցություն եւ Tory կամ կոնսերվատիվների կուսակցությունը։ Դրա հաջորդ ոդքասթում ես խոսացի Շվեդիայում կուսակցությունների մասին եւ Շվեդիայում կա ավելի շատ 5-6 հատ կուսակցություն, որ սրանք արդեն տնվել են հին տրադիցիոնալ բանվորական եւ աչակողմյան կուսակցություններից եւ իրար հետ կոալիցիայով կազմում են պետություն։ Իսկ հետո ես խոսացի նույնիսկ ոչ զարգացած երկրներում կուսակցությունների մասին, ինչպես են Միջին Արևելքում, Պարսկաստանում, Հայաստանի կուսակցությունների մասին, եւ մի բան, որ շատ պարզ էր, այս կուսակցությունները ինչ որ կոպիներ են, մենք աշխատում ենք կոպի անենք զարգացած երկրներից իրենց պետության ձևը, ընտրություններ, ամեն ինչը, որ չեն աշխատում։ Իսկ իմ պարսիկ ընկերների հետ, որ ես խոսում ես հարցերի մասին, իրանք էլ հետաքրքիր բան են հարցնում, ասում են, օքեյ, Միքայել ջան, դու որ ասում ես կուսակցություն պետք է կուսակցության գոյությունը կապված է ինդուստրիալիզմի հետ, հիմա մենք Պարսկաստանում քանի 100 տարի պետք է սպասենք, որ ինդուստրիա ունենանք, որ բանվոր դասակարգ ունենանք, որ իմաստավոր կուսակցություններ ունենանք։ Մենք հիմա ենք ուզում ինչ-որ պետությունը փոխենք եւ ինչ-որ հարմար պետություն Պարսկաստանի զարգացման համար ունենանք։ Եվ ինձ հարցնում են, որ օրինակ ես ինչ առաջարկ ունեմ։ Դրա համար ես ոդքասթը ես սարքում եմ դրա համար, այսինքն ոչ զարգացող երկրների համար, նորից ես ասում եմ կուսակցությունները կոպի են, մենք չենք կարող շատ լավ բան են, բայց եթե կոպի են անում չեն աշխատում, իսկ իմ տեսակետները նախ մի քիչ ես կխոսամ նորից պատմության մասին կուսակցություններին է, հետո իմ տեսակետ։ Ուրեմն այսպես 19-րդ դարում առաջացավ ինդուստրիալ հեղափոխությունները նախ Անգլիայում, հետո Գերմանիայում, Ամերիկայում եւ ժողովուրդը որ մեծամասնությունը սրանք հողագործներ էին, արդեն պետք է գային եւ աշխատեին ինդուստրի ներսը։ Օրինակ Ամերիկայի իրանց ներքին պատերազմը դրա համար որ հյուսիսային մասում ինդուստրիներն արդեն զարգանում էին եւ սրանք աշխատուժ պետք ունեին։ Իսկ աշխատուժը դու ստրուկներին պետք է ազատես, որ կան եւ կլանվեն ինդուստրու ներսը։ Դրա համար ներքին պատերազմը դրա համար էր, ոչ թե Ամերիկայի մի մասը այնքան մարդկային էին, որ ստրուկներին ուզում էին ազատային, ոչ։ Եվ բոլոր այս երկրներում, ինդուստրիալ երկրներում, նախնական շրջանում, նախ այս ժողովուրդը ոչ մի իրավունք չունեին, իսկ սրանք արդեն իրանք հասկացան, որ պետք է կազմակերպվեն, որ ինչ-որ իրանց շահերը կարողանան պաշտպանել։ Եվ նախնական շրջանում շատ փոքր խմբեր էին, որ աշխատում էին կազմակերպվել, եւ դրանք անօրինական էին պետության կողմից եւ իշխող խավի կողմից, վտանգավոր էր նույնիսկ ղեկավարել մի պստիկ խումբ եւ այսպիսով սկսեց իր նախնական կազմակերպչական, այսինքն բանվոր դասակարգի կազմակերպչական process։ Հետագայում եթե նայում ենք 19-20-րդ դարի սկզբին արդեն արմիությունները կամ յունիոններն առաջացան, որ այս արմիությունների մասին շատ սիրուն Ջորջ Օրվելը գրում է իր գրքի մեջ, որ քարածոխի հանքերում աշխատողները ունեին իրանց արմիությունը, իրանց յունիոնը
եւ այդ յունիոնը դրա համար չէր, որ ինքը պետության դիմաց կամ այս խավի դիմաց ինչ որ պահանջներ դներ։ Սկզբնական շրջանում իրանք ինչ որ փող են տալիս արհմիությանը, որ եթե ինչ որ դեպք կա պատահում, այդ տուժածների ընտանիքին արհմիությունները կարողանան օգտակար լինեն։ Իսկ հետագայում արդեն 30-ական թվականներից հետո արդեն կազմակերպվեց կուսակցությունները, որ հիմնականում արհմիությունների միջոցով էր, բայց այդ պարտադիր չի, որ բոլոր արհմիությունները լինեն կուսակցության մեջ կամ կուսակցությունը լինի դրանց ինչ որ հավաքածուն։ Արհմիությունները կարող են կուսակցությունից դուրս լինեն, բայց այդ իրանց ձայնը տան այդ կուսակցության անդամներին։ Եվ այսպիսով, այսինքն կուսակցությունները, ծախ կուսակցությունները արդեն գոյություն եկան, որ արդեն սրանք իմաստավոր կուսակցություններ էին։ Հիմա բոլոր այս շրջաններում, մեր երկրներում կամ ոչ զարգացած երկրներում ինչ է կատարվում։ Ուրեմն նախնական շրջանում, այստեղ արդեն ինդուստրի գոյություն չունի, ժողովուրդը կան, նույնիսկ կարելի ասել ֆեոդալական սիստեմով ապրում են, ոչ մի կազմակերպություն, ոչ մի բան։ Հետագայում, այսինքն այս շրջանում, որ այստեղ նախնական կազմակերպություններն էր գոյություն ունենում, այս մեր երկրներում ոչ մի լուր։ Նույնիսկ այս շրջանում, որ արդեն արհմիություններն են գոյություն ունում, այս մեր ժողովուրդները չեն կարող կազմակերպեն, ոնց կազմակերպեն։ Իսկ հետագայում հետաքրքիր բան է առաջանում։ Ուրեմն եթե հեսրվա Հայաստանում մենք նայում ենք կամ Պարսկաստանում, ժողովուրդը իր համար է, ինչ որ կուսակցություններ գոյություն ունեն, որ ոչ մի կապ չունեն ժողովրդի հետ, այսինքն աշխատողների հետ, եւ ամեն մեկը իրանց կյանքն են վարում անկախ իրարից։ Հիմա նորից մի քանի բառ Հայաստանի կուսակցությունների մասին եւ Հայաստանի խորհրդարանի մասին։ Այդքանի ես եմ հասկացել, Հայաստանում կազմակերպված օրգանիզացիաներ, այսինքն արհմիություններ, յունիոններ գոյություն չունեն, եթե գոյություն ունեն ոչ մետեղ հայտնի չեն սրանք, գոյություն ունեն ցանկ, այսինքն ահագին շատ կուսակցություններ, եթե Ղարաբաղում գոյություններ 35, Հայաստանում կասկած չունեն, որ մի 200 հատ կուսակցություն գոյություն ունի, որ անցած անգամ խոսացի մասին։ Իսկ խորհրդարանում կան 3-4 հատ կուսակցություն, ՔՊՆ, Պատիվունեմ, Հանրապետություն եւ Հայաստան Դաշինք, որ դաշնակցությունը մտնում է մեկ հատ սրանց մեջ, կարծեմ Հանրապետության մեջ է մտնում։ Ուրեմն նորից տեսնում եք, սրանք ոչ մի կապ չունեն իրար հետ, բայց ժողովուրդը քվեարկում են։ Ամենամեծ, այսինքն հետաքրքիր բանն ստեղ է, որ քվեարկելը դեռ չի նշանակում դեմոկրատիա։ Պատճառն է դա, որ ժողովուրդը իսկ ամենավատ քվեարկման ձևը Հայաստանում կատարվում է, որ ժողովուրդը քվեարկում են ինչ որ խմբի, ոչ թե անհատների, ցուցակեն քվեարկում։ Օրինակ ժողովուրդը կարող են քվեարկեն ՔՊ-ին, Պատիվունեմ, Հանրապետություն եւ Հայաստան Դաշինք կուսակցությունները, որ գալիս են խորհրդարանի ներսը։ Եվ տեսնում եք, որ խորհրդարանի ներսը ոչ չի պատահում, որովհետև այս կուսակցությունները, այսինքն իրանք կտրված են ժողովրդից, եւ խորհրդարանի ներսը ամեն մեկը մի հատ Արցախի դրոշ է տնկել իր առաջ եւ այսինքն իրար հետ ռազմիրատ են անում։ Այս խորհրդարան չի, խորհրդարանը սենց չի։ Այսինքն ես դեռ չեմ տեսել խորհրդարանի մեջ մի հատ կարգին հարցի մասին խոսան։ Այդ որ այս համակարգը չի աշխատում։
պարզ որ չի աշխատում եւ այս մարդիկ չնայած ընտրվել են ժողովրդի կողից, բայց ըստենց վրացի ընտրելը դեռ չի նշանակում որ դեմոկրասիա գոյություն ունի, դեմոկրասիան այն ժամանակը որ ժողովուրդ կարողանա ազդի իր առօրյա կյանքի վրա խորհրդարանի իրանց ներկայացուցիչների միջոցով։ Օրինակ, այս կուսակցությունները, երբ ես նայում եմ, ինձ շատ հետաքրքիր է, օրինակ, Հովիկ Աղազարյան, Լուլու, Շիշ Բռնող, Նավակ Ճոճող, Տարոն Մարգարյան, Գագիկ Մելքոլյան, սրանց ով է ընտրել։ Այսինքն ժողովուրդը ով է սրանց ձայն տվել։ Սրանք հիմնականում ձայն են տվել ՔՊ-ին, ՔՊ-ն էլ Նիկոլն է, ում ուզում է բերում է։ Եթե պատիվոնեմին են ձայն տալիս, պատիվոնեմը ում ուզում է բերում է։ Այս սիստեմը, ցուցակային սիստեմը չի աշխատում։ Դրա համար Շվեդիայում 15 տարի առաջ արդեն իրանք ցուցակի հետևը արդեն գրում են անուններ, որ ժողովրդին հետաքրքիր է։ Օրինակ ես ՔՊ-ին ձայն եմ տալիս, բայց իմ ձայնը նետում է այսինչ մարդին։ Եթե այդ մարդը շատ ձայն է հավաքվում, ՔՊ-ն պետք է այդ մարդին մտցնի, այսինքն խորհրդարանի ներս։ Այս սիստեմը չի աշխատում։ Պարզ որ չի աշխատում, որովհետև ժողովուրդ որտեղ նստած, այսինքն տենց ասեմ, որ հեսօր եթե Հայաստանի խորհրդարանը փակենք, հավատացեք, ոչինչ չի պատահի։ Որտեղ գործ չեն անում, որ այսինքն հատուկ գործ չեն անում, որ ինչ որ իրանց չլինելը ես եմ երգերը կատաստրոֆի առաջ կանգնեցնի։ Իսկ իմ առաջարկը, որ ես կարծում եմ, որ շատ լավ կաշխատի հետևյալն է։ Փոխարեն կուսակցությունները մտնեն խորհրդարան եւ ինչպես բացատրեցի, կուսակցությունները համարյա չնայած ընտրվում են ժողովրդի կողմից, բայց ոչ մեկ կապ չունեն ժողովրդի հետ։ Դրա փոխարեն մենք, այսինքն Հայաստանում կամ Պարսկաստանում չի տարբերվում, ոչ զարգացած երկրներում, իրանք, այսինքն քաջալերեն, խրախուսեն կամ պարտադրեն, որ կազմվեն արհմիություններ։ Եվ այս արհմիությունների յունիոն կամ սենդիկա ասել պարսիկներին, սրանց ներկայացուցիչները կան խորհրդարան։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում մի բան գոյություն ունի, որ կոչվում է աշխարհաժողով։ Համարյա նման բան է, բայց ավելի ժամանակակից։ Ուրեմն ամեն մի արհմիություն, ամեն մի աշխատանքի ձև, ասենք ինժեներների արհմիությունը, սա ներկայացնում է բոլոր Հայաստանի ինժեներների պահանջներ։ Իհարկե, սրանք կարող են ունենալ իրենց ֆիլիալները տարբեր քաղաքներում եւ իրանք ժողով են անելու իրենց պահանջները ծեծելու են, խոսալու են մասին եւ պատրաստ ինչ որ պահանջ բերելու են խորհրդարան։ Օրինակ կարելի է բուժքույրների արհմիություն, վարորդներու, թաքսի շոֆերների, ուսուցիչների եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այսպիսով խորհրդարանում պատահական մարդ չի հայտնվելու։ Ամեն մարդ որ գալիս է խորհրդարան, մի հատ արհմիության ներկայացուցիչ է, որ գիտի ինչի համար է եկել խորհրդարան, ինչ է իր պարտականությունը եւ բերելու է կոնկրետ առաջարկներ, որ որոշում կատարվի այդ առաջարկների հիման վրա։ Իսկ հեսօրվա խորհրդարանի ժողովրդի հետ ինչ կպատահի, բացի օլիգարխներից, որ իրանք էկոնոմիկապես ապահովված են, մնացածը պատահական մարդիկ են։ Այսինքն այս մարդիկ են հայտնվել այդտեղ, որ ասենք թե եթե խորհրդարանից իրանց աշխատանքը կամ իրանց պատգամավորությունը ծերրստան, իրանց ոչ ոք նույնիսկ աշխատանք էլ չի տա։
բարի, ոչ մի խոսք, սրանք էլ մարդ են, սրանք էլ կարող են ունենան պարաբների արհմիությունը։ Այսպիսով 100 հոգու փոխարեն մի հատ պարաբների միությունից էլ մարդ կկա խորհրդարանը, սրանք էլ նորից պետք է նստեն ժողով անեն եւ իրանց առաջարկները բերեն խորհրդարան։ Այսպիսով մենք դեմոկրասիան 1 կամ 2 աստիճան տանում ենք դեպի ժողովուրդը։ Արհմիությունները պետք է ժողովներ ունենան, որոշումներ կայացնեն, ամեն ինչը կատարվում է արհմիության ներսը, նույնիսկ կարելի է սրանց համար դասարաններ դնել, որ այսինքն մուֆտա առաջարկներ չկա, ամեն մի առաջարկ նույնիսկ իր էկոնոմիան կամ իր բյուջետը, ինչքան բյուջետ կարիք ունի այդ առաջարկը, այսպիսով ծեծած, ձևած, կտրած, ամեն ինչը կա խորհրդարան։ Եվ խորհրդարանի ներսը էլ արդեն մուֆտա խոսակցություն, ես իմ ով Ղարաբաղն ուրանա, դավաճանա, շպրտել իրար կամ ես իմ ռազմիրատանել ես հարցերը կվերջանա, կոնկրետ հարցերը գալիս խորհրդարանը եւ կոնկրետ պատասխանել պիտի տան այս արհմիություններին։ Այս լավությունն է դա, որ արհմիությունները նույնիսկ իմ առաջարկն է դա, որ դրանց ներկայացուցիչ չին, որ ուղարկում են, դեն չի, որ ներկայացուցիչը 4 տարվա համար է այդում խորհրդարան, եթե խորհրդարանը 4 տարին մեկ է ընտրվում։ Իրանք կարող են հետ կանչեն իրանց մանդատը եւ մի հատ ուրիշ մարդ, որ ավելի լավ է կարողանում իրանց շահերը պաշտպանեն ու պաշտպանի ուղարկեն խորհրդարան։ Այսպիսով պատահական մարդ կամ են մարդիկ, որ գալիս են մենակ խորհրդարան նստեն, փող առնեն այդ անտուն, սրանց վերջ կուտի, կոնկրետ առաջարկներ կա խորհրդարան, կոնկրետ զրույցներ կլի, խոսակցություններ կլի, դեբատներ կլի եւ երկիրը կարող է այս ձևով զարգանա եւ առաջ հետա։ Այսօր այսքան ընկերներ, հաջողություն ձեզ։